Վերջերս տեղի ունեցավ «Շնորհակալություն Հայրիկ» ֆիլմի պրեմիերան, որն եք համարում ֆիլմի հիմնական արժեքը, չէ՞ որ դուք այդտեղ հանդես եք գալիս ոչ միայն որպես դերասան, այլ նաև սցենարիստ եւ պրոդյուսեր։ Այո։ Գաղափարը իմն է, սա եռապատման վերջին ֆիլմն էր, առաջինը դա Բարի գալուստներ ներկայացումը, որը հետո շարունակությունը ստացավ Welcome Papa եւ Thank you Հայրիկով վերջացավ այս եռապատումը։ Հայրեր եւ զավակներ, այս խնդիրներ, որը կապված է հիմնականում Սփյուռքի հետ, գեների հետ, այդ շարունակական մեր ճակատագրի, որը ինչ-ինչ պատճառներով մեզ սփրել է ամբողջ աշխարհով մեկ, եւ դրա արդյունքում այն սերունդը, որ ծնվում է հատկապես դրսերում, նույնիսկ գաղափար չունի ինչ բան է հայրենիքը, որտեղ է նույնիսկ գտնվում։ Սա էր այդ խնդիրը, այդ գենետիկայի վերադարձը դեպի իր արմատներ։ Դեպի արմատներին վերադառնալու առումով ինչ լուծում եք տվել ֆիլմում։ Որն է լուծումը, որն է ելքը։ Առաջին լուծումը դա ոտք դնել հայրենի հող, որովհետև կա էներգետիկա, կա ինչ-որ անտեսանելի մի բան, որը միանգամից քեզ տալիս է մի բան, որը արդեն մարդուց է գալիս, ինչքանով ինքը կարողանա հասկանա, թե ինչ կատարվեց իր հետ։ Բայց այս հողն ու ջուրը յուրովի հատկապես հայ տեսակի համար շատ յուրովի մի հատ տեստ է, այսինքն փորձություն է, ոտք դնեն հայրենի հող։ Շնորհակալություն Հայրիկ ֆիլմի հիմնական արժեքը որն եք համարում եւ ինչու պետք է դիտել այս ֆիլմը։ Սա ֆիլմ է, որը ես խորհուրդ եմ տալիս բոլորին դիտել իրենց հայրերի հետ միասին, այսինքն եթե զավակները փորձեն իրենց հայրերին հորդորել, որպեսզի դիտել այս ֆիլմը, շատ լավ կլինի, որպեսզի զավակները եւ հայրերը միասին դիտեն այս ֆիլմը։ Այստեղ հիմնական արժեքը, գիտեք, բարի ֆիլմ է, շատ բարի ֆիլմ է։ Հայկական արմատների, հայկական ընտանիքի, գենետիկ հիշողության, կորցրած արժեքների, վերագտած սիրո եւ այլն, շատ երկար կարելի է թվարկել այդ ամենի մասին, սա թարմ թխված հացի բույրով ֆիլմ է, որտեղ ամեն բան Հայաստանի մասին է, թեև ոչինչ առաջնային պլանում չէ, այստեղ որևէ պլակատային բան չկա, այստեղ կյանքն է ինչպես որ կա, իր այսօրվա խնդիրներով, իր առկա պրոբլեմներով, իր անցյալով, ներկայով, ապագայով, ամեն ինչ կա այս ֆիլմում։ Որն եք համարում ֆիլմի հիմնական յուրահատկությունը։ Բարդ հարց եք տալիս, չգիտեմ։ Հիմնական յուրահատկությունը երևի ժանրի մեջ կուր կառուցվածքով լինելն է, որովհետև մենք սովորել ենք վերջին ժամանակաշրջանում տեսնել կատակերգության ժանրի մեջ ֆիլմեր, որտեղ սցենարային կուր կառուցվածքը եւ կլասիկ դասավորությունը այնքան էլ չի խրախուսվում կամ այնքան էլ չի օգտագործում։ Այստեղ կլասիկ կինոկատակերգության եւ լիրիկական կինոկատակերգության մելոդրամայի ժանրերին հատուկ մոտեցում է ցուցաբերված եւ հենց այստեղ է երևի առանձնահատկությունը, որտեղ մարդը եւ ծիծաղում է եւ արտասվում։ Գիտեմ, որ գլխավոր հերոսուհին խոսում է անգլերեն, լեզվի խնդիրը դժվար չէ լուծել։ Մենք փորձել ենք հայ հանդիսատեսի համար դա լուծել հայերեն թարգմանությամբ եւ կարծեմ, որ դա լիճը բավականին նորմալ ընկալեց եւ ընդունեց եւ կարծում եմ, որ դիսկոմֆորտ չեղավ։
Հետաքրքիր է առաջին անգամ եք աշխատում հայ դերասանների հետ եւ առհասարակ հայ անձնակազմի հետ։ Ինչ տպավորություններ ունեք։ Well, at first it was difficult to actually that depends. Some of the Armenian Հիմնական դժվարությունը կապված էր լեզվի իմացության հետ։ Հայ դերասաններից ոմանք խոսում էին անգլերեն, իսկ ոմանք ոչ։ Այստեղ դերասանական դպրոցը այլ է, քան Միացյալ Նահանգներում, նախկինում երբեք հանդես չի եկել կատակերգության ժանրում։ Սա շատ հետաքրքիր փորձ էր ինձ համար, չնայած ես չեմ խոսում անգլերեն, բայց մենք բոլորս գերազանց հասկանում ենք միմյանց։ Իսկ Հայաստանից ինչ տպավորություններ ունեք։ In general? In general, yes. Well, I guess I feel like I repeat myself a lot with this question. Երբ ես եկա Հայաստան, ոչինչ չգիտեի երկրի մասին, բայց այժմ Հայաստանը երկրորդ տուն է դարձել ինձ համար։ Ինձ համար շատ հեշտ ու հաճելի է այստեղ գտնվելը։ Now I feel like it's like a second home for me. Հայաստանում ամենաշատը ձեզ ինչն է դուր եկել։ There's so many things. I don't know. I can list. You know, there's sometimes Ինձ դուր եկավ ամեն ինչ, մարդիկ, հայկական մրգերը, չեմ կարող թվարկել։ Մարդկանց ջերմությունն է ինձ դուր գալիս։ Այստեղ զգացողությունները տարբերվում են Նյու Յորքում իմ ունեցած զգացողություններից։ Մարդիկ այստեղ հոգատար ու ջերմ են։ I connect with that because in America